Ավետարան ըստ Հովանու, գլուխ 15. Ես եմ ճշմարիտ որդը, և իմ հայրը մշակն է։ Ամեն ճյուղ, որ ինձանում է և պտուղ չէ բերում, նա կտրում է նրան, և ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Դուք արդեն մաքուր եք այն խոսքի համար, որ ձեզ հետ խոսեցի։ Կացեք ինձանում և ես ձեզանում, ինչպես որ ճյուղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթե որդումը չմնա, այսպես ոչ էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ես որդն եմ, դուք ճյուղերը։ Նա, որ ինձանում մնում է, և ես նրանում, նա շատ պտուղ է բերում, որովհետև առանց ինձ չեք կարող ոչինչ անել։ Եթե մեկն ինձանում չէ մնում, նա դուրս կգցվի ինչպես ճյուղը և կչորանա, և ժողովում են նրանց և կրակի մեջ գցում և այրվում է։ Եթե կենաք ինձանում, և իմ խոսքերը ձեզանում կենան, ինչ որ էլ կամենաք կխնդրեք և կլինի ձեզ։ Սրանով փառավորվեցավ իմ հայրը, որ շատ պտուղ բերեք, և իմ աշակերտները լինիք։ Ինչպես իմ հայրն ինձ սիրեց, ես էլ ձեզ սիրեցի, կացեք իմ սերի մեջ։ Եթե իմ պատվիրանքները պահեք, իմ սերի մեջը կկենաք, ինչպես ես իմ հոր պատվիրանքները պահեցի և կենում եմ նրա սերի մեջ։ Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ իմ ուրախությունը ձեզանում մնա, և ձեր ուրախությունը լցված լինի։ Սա է իմ պատվիրանքը, որ իրար սիրեք, ինչպես որ ես ձեզ սիրեցի։ Ոչ ով նրանից ավելի մեծ սեր չունի, որ մեկն իր անձը դնե իր բարեկամների համար։ Դուք իմ բարեկամներն եք, եթե անեք ինչ որ ես պատվիրում եմ ձեզ։ Այլևս ծառա չեմ ասում ձեզ, որովհետև ծառան չգիտե, թե իր տերն ինչ է գործում, բայց ձեզ բարեկամ ասեցի, որովհետև ամեն ինչ, որ լսեցի իմ հորից, նիմացրի ձեզ։ Ոչ թե դուք ինձ ընտրեցիք, այլ ես ընտրեցի ձեզ և ձեզ դրի, որ դուք գնաք և պտուղ բերեք, և ձեր պտուղը մնա, որպեսզի ինչ որ իմ հորիցը խնդրեք իմ անունովը, տա ձեզ։ Սա եմ պատվիրում ձեզ, որ իրար սիրեք։ Եթե աշխարհը ձեզ ատում է, գիտացեք, որ ինձ ձեզանից առաջ է ատել։ Եթե այս աշխարհքից լինեիք, ապա աշխարհն իրանը կսիրեր։ Բայց որովհետև աշխարհքիցը չեք, այլ ես ձեզ ընտրեցի աշխարհքիցը, նրա համար աշխարհն ատում է ձեզ։ Հիշեցեք այն խոսքն, որ ես ասեցի ձեզ, թե ծառան իր տերիցը մեծ չէ։ Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ են հալածելու։ Եթե իմ խոսքը պահեցին, ձերն էլ կպահեն։ Բայց այս ամենը կանեն ձեզ իմ անունի համար, որովհետև չճանաչեցին ինձ ուղարկողին։ Եթե ես չէի եկել և նրանց հետ խոսել, նրանք մեղք չէին ունենալ։ Բայց հիմա պատճառանք չունին իրանց մեղքի համար։ Ինձ ատողն իմ հորն էլ է ատում։ Եթե այն գործերը չէի գործել նրանց միջումը, որ մեկ ուրիշը չգործեց, մեղք չէին ունենալ։ Բայց հիմա տեսան էլ և ատեցին ինձ էլ և իմ հորն էլ։ Այլ այս եղավ, որպեսզի այն խոսքը կատարվի, որ նրանց օրենքումը գրված է, թե զուր տեղն ատեցին ինձ։ Բայց երբ որ Մխիթարիչը կգա, որ ես հորիցը կուղարկեմ ձեզ, ճշմարտության հոգին, որ հորիցն է դուրս գալիս, նա կվկայե ինձ համար։ Եվ դուք էլ կվկայեք, որովհետև սկզբիցն ինձ հետ եք։